Ըստ Թրամփի համաձայնություն ա եղել, որ հնդիկները դադարեցնում են վառելիքի, մասնապես նավթամթերքի գնումը Ռուսաստանից եւ գնելու են Ամերիկայից եւ նաեւ Վենեսուելայից, այսինքն Վենեսուելայի նավթի վաճառքը այսօր ուղիղ իրականացնում են ամերիկացիք այդ Մադուրոյի դեպքից հետո, այնպես որ Հնդկաստանը նավթի կարող է գնային ինչ-որ, չնայած Վենեսուելան եթե դրա մեջ մտցնում են, անգամ կարող է գնային շատ չտուժի, բայց միարժեք է, որ Ռուսաստանի եկամուտները կտրուկ անկում կունենան։ Նույն բանը իրականացվում է Չինաստանի հետ, այսինքն Թրամփ Սի Ցզինպին այդ խոսակցությունները հեսա ակնկալվող հանդիպումը Գարնանը մարտին, եթե չեմ սխալվում, կարող է Գարնանը մարտին էլի ենթադրաբար, ես լավ ժամկետը չեմ հիշում, լինելու է Թրամփի այցելություն Չինաստան եւ հարցերից մեկը դա նույն վառելիքն է Ռուսաստանի վրա ճնշումը ավելացնելով եւ այստեղ նույնպես շատ կարեւոր է որ Եվրամիություն ԱՄՆ այդ Ռուսաստանի հետ կապված որոշակի կորելացիա համագործակցության կորելացիոն բաներ են շերտեր են առաջացել